Կադաստրի կոմիտեն վերջին 5 տարում ուղղել է ավելի քան 720 բնակավայրի կադաստրային քարտեզներ, հստակեցվել են թաղամասերի համայնքների վարչական սահմանները։ 2021-ին մեկնարկած աշխատանքը կոմիտեն նախատեսում է ավարտել 2026-ի առաջին կիսամյակում։ Եթե ընդհանուր տեղադիրքի շեղում կա կամ ճանապարհների, գետերի սահմանների հետ կապված անհրաժեշտություն կա արդեն ուղղել հստակեցնել, այսինքն հիմնական ենթակառուցվածքների սահմանները կադաստրային քարտեզում ուղղվում է, որը արդեն հնարավորություն է տալիս առանձին գույքային միավորների սահմանների ուղղման գործընթացը իրականացնել ավելի պարզեցված ընթացակարգով։ Մանուկյանի խոսքով համայնքների վարչական սահմանների եւ կադաստրային թաղամասերի ճշգրտումից հետո օրթոֆոտոհատակագծերը դառնում են իրավական հիմք իրականացնելու իրավունքների գրանցման գործընթացում համեմատական վերլուծություն։ Օրթոֆոտոհատակագծերը ցույց են տալիս բնության մեջ գոյություն ունեցող սահմանները։ Կոմիտեն փորձում է ճշգրտել Հայաստանում առաջին քարտեզագրման հողերի պետական գրանցման ժամանակ արված սխալները, կապված կադաստրային քարտեզում գույքերի ծածկագրման հետ։ Գրանցման բազաներում բազմաթիվ են գույքերը, որոնց կադաստրային ծածկագրերը չեն համապատասխանում քարտեզի ծածկագրերի հետ։ 2012 թվականից է էլեկտրոնային համակարգը ներդրվել եւ երբ որ արդեն թղթային արխիվները թվայնացվել է, գրանցամատյանում համապատասխան գրառումները կատարվել, հենց այդ փուլում է նման խնդիրները ի հայտ եկել։ Կան գույքեր, որոնց ուղղակի կադաստրային ծածկագիրը զրոներով թվեր է մուտքագրված, որոնք առաջի պետական գրանցման շրջանակներում իրավունքներ են գրանցվել, սակայն գույքի տեղադիրքը չնույնականացնելու պատճառով ուղղակի զրոներ է բազայում մուտքագրվել, բայց կադաստրային քարտեզում նման ծածկագրերով գույքային միավորներ չկան։ Գույքերն առանձին հիմա ուսումնասիրվում են, նույնականացվում, ճշգրտվում, մուտքագրվում էլեկտրոնային համակարգ։ 90-ականներին առաջին քարտեզագրման պետական գրանցման ժամանակ հողերը, որոնք պետությունը համայնքը հանել է աջորդային վաճառքի, պետք է իրենց կոորդինատներով տեղ գտնեին համապատասխան կադաստրային քարտեզին, գույքի տարածական նույնականացման համար։ Բայց հաճախ գույքերը չեն տեղադրվել կադաստրային քարտեզին։ Այս մասով կան նաև իրավական գործընթացներ։ Եղել են, որ էլեկտրոնային քարտեզի ծածկագրի տվյալները չեն համապատասխանել թղթային քարտեզի հետ կամ իրականում էլեկտրոնային քարտեզում քաղաքացու համապատասխան չափով հողամաս արկա եղել, բայց իրականում գործնականում հողի վրա այդ հողամասը չկա կամ տարածվում է մեկ այլ անձի հողամասի մեջ։ Տարատեսակ են քրեական վարույթները ու ապահովման առարկա տարբեր հանգամանքներ են հանդիսանում, բայց իրականում խնդիր կա իրականում այդ քարտեզային ծածկագրերի տվյալների եւ իրականում, որովհետեւ շատ դեպքերում քաղաքացու ծածկագրով հողամասը, երբ որ կոորդինատներով տեղայնացվում է հողի վրա, տարբեր հատվածներում է հայտնվում այդ հողամասը։ Նախաքննություն է իրականացվել նաև մեկ այլ գործով, երբ քաղաքացին X ծածկագրով հողամաս իրեն պատկանելու մասին կեղծ տեղեկանք է պատրաստել։ Կադաստրում տեղի ունեցել իրավունքի պետական գրանցում, չնայած նրան, որ այդ ծածկագրով հողամասը մեկ այլ քաղաքացու անվամբ արդեն գրանցված է եղել։ Քննության առարկա է դարձել ոչ միայն կեղծ տեղեկանքի գույքի հափշտակության հանգամանքը, այլ նաև կադաստրի աշխատակցի գործողությունը, դիտավորյալ թե անփութորեն է գրանցել իրավունքը։ Բոլոր հանգամանքները, դրանց ծնող պատճառները քննության առարկայի մաս են կազմում եւ հետագայում միջնորդագրերով մենք ուղարկում ենք կադաստրի կոմիտե եւ այլ պատկան մարմիններ, որպեսզի այդ գործընթացը չշարունակվի, այսինքն դա նաև կնիչի պարտականությունն է քրեական դատության օրենսգրքով հանցագործության ծնող պատճառ պայմանները հայտնաբերելուց միջնորդագրերով դիմել համապատասխան մարմիններ եւ մենք ունենք նաև բազմաթիվ միջնորդագրեր այս թերացումները, բացթողումները վերացնելու մասով։ Գործընթացը առավել կարևորվում է վերջին տարիներին պայմանավորված ապօրինի օտարված հողերը պետությանը համայնքին վերադարձնելու կառավարության հանձնառությամբ 2025-ին վերականգնվել է ավելի քան 320 միլիոն դրամ։ Թվային ցուցանիշ է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը։ Քրեական վարույթներով ընդհանուր վերականգնվել են 1 տասնյակից ավելի տարբեր մակերեսներով հողատարածքներ, որոնց կադաստրային շուկայական մոտարկված արժեքը ավելի քան 177 միլիոն դրամ է։ Նախաքննություն իրականացած քրեական վարույթներով ընդհանուր առմամբ որպես ապօրինի օտարված հողատարածքներ հայտնաբերվել են 9 միլիարդ 165 միլիոն 827 հազար 577 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով եւս 171 միավոր հողատարածքներ, որոնք հետագայում վերադարձման են ենթակա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան գործիքակազմի կիրառման արդյունքում 2025-ի 10 ամսում դատախազությունը պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությամբ պետությանը համայնքին է վերադարձրել 5 միլիարդ 946 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Երևանում սեփականության իրավունք է գրանցվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ արժեքով հողամասերի եւ շինությունների նկատմամբ։ Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել 557 միլիոն դրամ արժողությամբ, շուրջ 24 հեկտար հողատարածքների նկատմամբ։ Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ արժողությամբ, շուրջ 3 հեկտար հողատարածքների նկատմամբ։
Միաժամանակ առկա են գույքեր, որոնք թեև հանդիսացել են համայնքային սեփականություն, սակայն դրանք կառուցապատման իրավունքով կամ վարձակալության իրավունքով տրամադրված էին այլ անձանց, սակայն ունեին օրենսդրության պահանջների խախտումներ եւ դարձյալ դատաքննության արդյունքում կայացած դատական ակտերի հիման վրա համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել 290 միլիոն դրամ արժողությամբ գույք շուրջ 2 հեկտար հողատարածքների նկատմամբ։ Ինչպես նշեցի, առկա են նաև դրամական միջոցները, որոնք այսինքն գույքի տեսքով չեն, այլ հենց դրամական միջոցներ են, 10 ամիսների կտրվածքով 248 միլիոն դրամ է։ Հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում Տաթևիկ Սարուխանյանի խոսքով դատական ակտերի հիման վրա պետությանը համայնքներին վերադարձվել է 40 անշարժ գույք։ 30-ը սեփականության իրավունքով են վերադարձվել պետությանը կամ համայնքին, իսկ 10-ը, ինչպես նշեցի, համայնքային սեփականություն էին, սակայն կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված էին այլ անձանց։ 2024 թվականի դատախազության բացառիկ լիազորության շրջանակում պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի քանակը 18-ներ։ Կադաստրային քարտեզները 2021-ից առցանց են։ Դա հնարավորություն է տալիս գրանցման բազան կապել կադաստրային քարտեզին։ Էլեկտրոնային այս համակարգը ըստ կադաստրի կոմիտեի փոխնախագահի թույլ է տալիս գեներացնել գույքերը, որոնց համար մուտքագրված ծածկագիրը չի հայտնաբերվում կադաստրային քարտեզում։ Նոր նախագիծ նաև ունենք մշակված գույքի գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու Ուզանք արդեն սահմանված ընդհանրակարգով գործընթացները շարունակվելուց հետո ել ավելի նոր հնարավորություններ կստեղծվեն քարտեզներում ուղղման գործընթացը առավել իրատեսական, իրագործելի լինելու համար։ Կոմիտեն ունի նաև բազայում գրանցված սուբյեկտների նույնականացման խնդիր, որևէ անձի անվամբ կատարված իրավունքի գրանցումով հաճախ հնարավոր չէ պարզել այդ անուն ազգանունով, որ անձին է պատկանում նշված գույքը։ 2019-ից ի վեր 2.6 միլիոն չնույնականացված սուբյեկտից այս պահին մնացել է նույնականացնել մոտ կես միլիոնին։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Արթուր Պետրոսյան, Կիրակնորյալ լուրեր։